փաստաթուղթն է այս իրավիճակում։ Մյուսը եւ գործնական խաղաղության ապահովելու փաստաթուղթը։ Մենք ասում ենք, որ մենք շարունակելու ենք այն տեղից, որտեղ այն բոլոր հարթակներում, որտեղ կանգնելու է այս իշխանության քաղաքականությունը, այսինքն ոչ թե հայտարարում ենք, որ մենք սկսելու ենք մեր զրոյական կետից, ինչպես նա էր ասում ժամանակին ու դրա համար է նաև ձախողումները բերեց։ Եվ ուզում եմ հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը բացատրի, թե որտեղ է այստեղ պատերազմը, ինչպես է նա օրինակ փորձելու ասել, որ սա պատերազմի քարոզ է։ Եվ մեկ բան է, ինչով ենք մենք տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Մենք հստակ ասում ենք, որ մեր անվտանգության ու խաղաղության հիմքը մեզ համար ունենալն է արդիականացված ուժեղ հզոր բանակ զսպման կարողություններով։ Հիմա ասեմ այդ զսպման կարողությունները որտեղից է ինչի նաև հիմք ունի։ Տեսեք, այս վերջերս մեր հանրապետություն այցելած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը արեց հայտարարություն, որը զսպման էր վերաբերում ու ես դա ուզում եմ անվանենք Վենսի դոկտրին, J.D. Վենսի դոկտրին։ Հիմա ուզում եմ մեջբերեմ նրա խոսքերը։ Ինչ էր նա ասում է, ընդ որում այս բառերը նա ասել է Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած ասուլիսի ժամանակ հայտարարություն անելով։ Մեջբերում եմ, խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպման գործիքներ ունենալն է։ Իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցը աշխարհի լավագույն տեխնոլոգիաների օգտագործումը։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը քո կողքը կանգնած խոսում է զսպման կարևորությունից եւ ասում է խաղաղություն ապահովելու միակ միջոցը, լավագույն միջոցը զսպման կարողությունների զարգացումն է ու ամենալավագույն տեխնոլոգիաներով դու այս հայտարարությունները թողում ես հաշվի առնելով որ Ալիևի ասացները պետք է անես հելնում ես հայտարարում ես ասում ես բանակը իմ համար երկրորդական է նշանակություն չունի դրա համար մենք ասում ենք որ մեզ համար առաջնայինը այո այս խոսքերն էլ գալիս են ապացուցելու որ աշխարհն էլ այդպես է ընդունում զսպման կարողություններ ունեցող բանակը հենց ունեցող երկիրն է կարող ապահովել խաղաղություն եւ սա այն է երբ որևէ մեկը որ ուզում է հանգարց մտքով չանցկացնի որ կարող է հարձակվել քո երկրի վրա եւ հաջողություններ ունենալ այլ հակառակը շատ ավելի մեծ վնասներ կարող է տրվել սա միայն պաշտպանությանն է վերաբերում սա ոչ պատերազմի կոչ է ոչ է սա խաղաղություն ապահովելու լավագույն եղանակն է արդյունավետ